Հայաստանի գաղութներում գրանցվել է հերթական մահը։ Պատճառը չեն մանրամասնում, բայց խոսքը ինքնասպանության մասին չէ։ Ճաղերի հետևում գտնվող առողջական խնդիրներ ունեցող անձի սա արդեն որրորդ մահն է այս տարվա ընթացքում։ Չնայած պատասխանատու պաշտոնյաների հավաստիացումներին, որ քրեակատարողական համակարգում գոյություն ունեցող առողջապահական կարողություններն անընդհատ բարելավվում են, թվերն այլ բանի մասին են խոսում։ Օրինակ 20 թվականին ամբողջ տարվա ընթացքում, եթե չեմ սխալվում, արձանագրվել ընդամենը 5 մահվան դեպք։ 25 թվականին արդեն 11 ամիսների ընթացքում փաստորեն 22-րդ մահվան դեպքը գրանցվեց, որոնցից ասեմ 9-ը ինքնասպանություն, մնացածը մահեր են առողջական պատճառներով, ուղիղ առողջապահական, ինչ-որ սոմատիկ հիվանդություններով պայմանավորված եւ այլն։ Գաղութներում առողջապահական համակարգի որակը բարձրացնելու նպատակով այն սկզբում փոխանցվեց Արդարադատության նախարարության ենթակայության տակ, իսկ տարիներ առաջ անցավ առողջապահության նախարարության ենթակայությանը։ Չնայած կառավարման հմտություններին, դրական ազդեցություն ոլորտի վրա դա չունեցավ։ Այն մարդիկ, որոնք գտնվում են քրեակատարողական հիմնարկներում, պատշաճ բուժօգնություն չեն ստանում։ Շատ դեպքերում այդ հերթագրումը, երբ որ հասնում է, իրենց ցավոք սրտի այդ մարդիկ արդեն կենթանի չեն լինում։ Ամիսներ շարունակ զրկված են դեղորայքից։ Մենք շատ սերտորեն աշխատելով մեր գործընկերների հետ անընդհատ բարելավում ենք եւ բժշկական ծառայությունների հասանելիությունը եւ պայմանները, որոնց որ տրամադրվում են բժշկական օգնություն։ Արմավիր քրեակատարողական հիմնարկում ըստ ոլորտի պատասխանատուների ստեղծվել է ստացիոնար բաժանմունք, որտեղ տեղադրվել են հետազոտական սարքավորումներ, հիվանդությունների վաղ հայտնաբերման համար եւ այլն։ Իսկ ինչն է այդ դեպքում ԿԿՀ-ներում մահերի այս թվի պատճառը։ Անձնակազմի բժիշկների քույրերի աշխատավարձերը վերջին տարիներին էականորեն չեն փոխվել, այսինքն բարձրացում չի եղել, իսկ դա ուղիղ ազդում է տրամադրվող մատուցվող ծառայությունների որակի վրա։ Քրեակատարողական համակարգը ըստ էության լքում են նրանք, ովքեր ունեն ավելի լավ վարձատրվող այլընտրանք։ Բացի այդ, բավականին անհամաչափ են ստացիոնար բուժառուների համար նախատեսված տեղերն ու իրականում այդ ծառայության կարիքն ունեցող դատապարտյալների թիվը։ Դատապարտյալների հիվանդանոցը ինքը շատ վատ հաստատություն էր, այսինքն ինքը շատ հեռու էր բժշկական հիմնարկ կոչվելուց, բայց իմ կարծիքով մենակ Արմավիր բժշկական կենտրոնում 90 մարշչականանոց բաժանմունք բացելը չի կարող, այսպես ասած, լիարժեքորեն բավարարել կարիքների։ Քրեակատարողական հիմնարկներում այս տարվա ընթացքում մահերի զգալի մասի պատճառը ըստ շրջանառվող տեղեկությունների եղել են քրոնիկ հիվանդությունները։ Այսինքն, եթե մարդու գաղութում հայտնվելուց հետո լինեին մոնիտորինգային աշխատանքներ, օրինակ ճնշման խնդիր ունեցողը պարբերաբար ստուգումների ենթարկվեր, գուցե կանխվեր վիճակի սրացումն ու որպես հետևանք նրա մահը։ Այսինքն այստեղ ըստ մասնագետի ոչ թե ռեսուրսների, այլ կառավարման խնդիր կա։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։